Ծնվել եմ քաղաք Ստեփանակերտում, բանվորի ընտանիքում, դպրոց ավարտելուց հետո մտել եմ աշխատանքի Ղարմիկ տաքսկոմբինատում, այդ հայտնի գործարանը Ստեփանակերտ Ղարաբաղ, Ղարաբաղսկի շոկովի կոմբինատ, ահագին տարիներն աշխատել եմ բանվորից մինչև սմեննի մաստեր, ավարտել եմ Կիրովաբադսկի տեխնիկում լегкой промышленности, ավարտելուց հետո շարունակել եմ նորից աշխատանքը Ղարմիկ տաքսկոմբինատում։ Դրանից հետո շարժումը սկսվեց 88 թվականից մասնակցեցի այդ շարժմանը, այդ ընթացքը մեծ աղբերս 89 թվին Զալուժնիկա անգամ, ինքը լինում է Փարող գյուղում, դեռ ընկերների հետ ընկնում Զալուժնիկ։ Ահագին մի տարի երևի քաշում այդ մի տարի սաղ Աղդամով, Կիրովաբադով, Բաքու, մնում էր այդ բեներումը, բանտում էր լինում, մինչև ազատում են, էդի չերես Հայաստան, միջամտնում են բան, որ իրանց ազատեն, օբշի մի տարի մնում են ու ազատում են։ Դրանից հետո ես ինքս Մարտակերտի այդ կոտորածն սկսվեց Մարաղայի Մարտակերտի հանումը պենը, աղջիկները որոշեցինք, որ ինչ-որ բեն կազմակերպենք։ Առաջի օգնությունից շատ մարդ է մահացել այդ կռվի ժամանակ, որ առաջի օգնությունը չուս չընտվալ, էլի կրավատիչենյուց բենից։ Աղջիկները հավաքվեցին, որ գնան առաջի օգնության կուրսերի, որ առաջնագծում կարիք ինչ-որ զինվորներին օգնենք։ 92 թվականի օգոստոս ամսին սպասածին նմնդեղ այդ բենը ստեղծվում է, աղջիկները գնում են առաջի օգնություն ու բանը սաղ սովորում։ Դրանից հետո անդամագրվում ենք զորամասում 8-րդ զորամասն վաշտներ, վաշտը։ Անդամագրվում ենք դեղ սաղ աղջիկներով միասին, 8 աղջիկ միասին, չենք ուզում էլի, որ առանձին ինք, սաղ ուզում ենք միասին ինք։ Այդ դրանից հետո մեր սեպտեմբերից մեր բենը սկսվում է։ Սկսում ենք ուժե մասնակցել այդ գործողությունների, առաջի օգնությունը ցույց տալով, օրիշ զորամասից տղերք են եկալ, բենը Չանախչեցի տղերքը եկել են, որ բուժքույր տանին իրանց այդ բոյի համար։ Գնացինք այնտեղ Արշոն այն վաղ կամանդիրներ։ Ողոր իմացան, որ ես ինչ Աշոտի քույրն եմ, իրանք բերեցին մի հատ ավտոմատ, ասեցին ես սակո եղբոր բերած առաջի զենքն ամես համար, կա եսի դու վերցրու, ես զենքով կմտնես էլի, այդ առաջի տպավորությունը էդ էր, դիրք գնալուց առաջ։ 92 թվից մինչև 95 թիվը ծառայել եմ Շուշիի գումարտակում, դրանից հետո էլ ուժե 95-ից հետո տեղափոխվել եմ զինվորական գոսպիտալ, Ստեփանակերտի զինվորական գոսպիտալը։ Երբ սկսվեց 44 օրվա պատերազմը, ես այդ ժամանակ գոսպիտալում եղել, որպես քույր տնտեսուհի։ Շատ դժվար էր մեր պայմանները, ճիշտ ասած, շատ լավը չէր մեր նկողները, այնքան որ պատվալում մի քանի սեղան են դրել, անընդհատ բերում էին, Հայաստանից շատ բժիշկներ են եկալ, Ռուսաստանից են եկալ, օգնություն ցուցաբերալ շատ մեծ։ Գիշեր ցերեկ չէին քնում, անընդհատ բերում էին վիրավորները, զոհերը։ Պատկերացեք վիրահատությունից հետո որ պիտի գոնե ռեանիմացիա մի քանի ժամ մնա, չէին հասցնում։ Դեղ չունենք առաջինը, երկրորդն էլ անընդհատ ուղարկում էին ուժը Հայաստան։ Սկորեքը եկած կաղնած, ես ամեն ինչին նայում եմ, գիտեք ոնց։ Եթե դեպքը կա, դա իմ գործս ինչ որ կա, ես դա անում եմ ու մնացածին է որ աղջիկերքը ջայլ աղջիկերքը են էլի, որ վայ են անում, ինչան պենի մեջ են գում, ասում է տենց է լինում, պատերազմ տենց է լինում, պատերազմը հո չեմ ինչ բաժանում, համ զոհ լինելով, համ վիրավոր լինելով, պիտի դիմադրիկ, պիտի դիմանակ, ամեն մեկին հետ պետք չի դուք ապրիք այդ ցավը, ինչ որ անում եք հիմա, որտե ձեզ չի մնա ոչ մի բան հետո, դուք ինքներդ ձեզ կործանելու եք էլի, ինքից ձեզ հավաքեցիք, որ կարաք ամեն ինչի դիմադրիկ։ Այս կռվավը մոտիկ հարազատն է չէ, տրայորն է եղբայր եմ կորցրել մի հատ, բայց էմին առաջի բենավը շատ, որ եղբորս տղերքը
քերուս տղան 5-6 հոգի մեր բենից ամեն ընտանիքից մի հոգի զոհվել է 44 օրվա պատերազմից հետո նորից սկսալանք աշխատանքի գալը հիվանդներ ընդունելը գործը էլի շարունակել ենք բայց ուժե բենզինորների քիչ ընլել որտեղ Հայաստանը զինվորները ուժը սաղին հանածնլել գոսպիտալը զգացանք որ ուժը չի աշխատելու երկար էլի որտեղ քիչ են սաղ ինձ սպասելիք միջը կփակին էլի վերջում փակեցին տեղափոխեցին Խոջալու ահագին մարդ կրճատեցին մինչև այս վերջի 19 սեպտեմբերի 19 աշխատում էին շրջափակման ժամանակ ոչինչ էլի դիմադրել ենք զապասներ ունեի փակած բանկի քալալ զապասը եղել է էլի չենք հացի պակասությունը կզգացալ շատ մենք էլ քաղցրի իսկ դի ոչինչ էլի եղել է լիչնի մեր մոտ մեր տանը մինակ հացնա պակասալի մի քիչ ալերի վերջ օրերը ալերը հացն քրալ լավաշն քրալ ինչ որ բան ստեղծել ենք իստի մարդիկ ընլար շատ ահավոր վիճակում շատ դժվար էր փոքր երեխաները սոված ինչով կարողացանք օգնել ենք էլի սեպտեմբերի 19-ին այդ ձեներից դուրս ենք եկել պատոհանը բացել են դուրս եկել Եսի ձեներ ապեն ինը հարիվանը կաղնած ասմա բեսպիլոտնիկներ են կրակում են ոնց որ կռիվա սկսել Այն ասախ շինքը երեխոցը հավաքել ենք նկողներ նկտարել հարմարությունը ստեղծել երեխոցը համար բան տեսնակ այդ ինչա Էտա Всё, դիև սկսվեց Դե ինչքան որ դիմադրեցին տղերքի մինորելի Դրանից հետո ուժը վեշերն կամաց հավաքում էին Մենք դուրս ենք եկալ սեպտեմբերի 27-ին ժամը 5-ից տնից ուժը դուրս ենք եկել դուրը փակել են բանալ են դրել դռան տակը շորի տակ չենք վերցրել ես էլ հարիվանս էլ դե ինչ անենք վերցնենք ինչ անենք երկաթի դուռը մինա պիտի ջարդեն էլի դա այդ բանալին թողել ենք դուրս եկել ահագին ժամին 8-7 ժամ Ստեփանակերտում կանգնալ բենզինի հերթում հետո դրանից հետո բենզինը ստացվեց ու ճանապարհվեցինք սաղ գիշեր ազատ ճանապարհ չէ էլի որ քշում ես հանգիստ գնում ենք մինի հետևից մինչև հասանք այդ հակարին լուսեր ուժը ամսի 29-ին առավոտը այդ ճանապարհն էլ անցանք եւ всё էլի Դե ոչինչ, սկզբի 2-3 օրն ալել դժվար միջի հարմարվալ այդ տանը բան, դրանից հետո կամաց դե պիտի ապրենք, ինչ անենք, ռաս ողջ եք մնացել, պիտի ինձ եւ ապրենք։ Ինգեստի ինձ ոչ մի վաղ դուխս չի ընկնում էլի, աշխատանք չարեմ, աշխատեմ, ունեմ 2 տղա, մեծը 23 տարեկան է, հիմա աշխատում է, համ սովորում է, հեռակա համ աշխատում է։ Իսկ փոքրն էլ սովորում է էլի ստուդենտ է Էտա ինքան որ աշխատում ենք սաղ ընտանիքը 3 հոգին աշխատում ենք էլի տանը կարում ենք էլի ոչինչ համ վարձը տանք համ ապրենք չգիտեմ ճիշտ է ճիշտ չի բայց հույս ունեմ որ պիտի վերադառնանք դե ամեն րոպե հա մտածում բայ ինչ ախր գալուց Այն մի նախորդ կորցրալ հիվանդեր մահացել ու հանձնել եք հողին քանի ամսից դուրս եկել անթատ իր մասին մտածում ինքը դաժե ասում էր որ դուրս կանք այն ախորս դիակներ հանեք տանենք ասում երևի մենք չի իմանում որ իրանը թողել ենք տե եկել դե հա չի լինում մի օր որ չմտածես չի հիշես ծնողներիդ գերեզմանները Ես ասեվա իրա մահացած օրնա, մյուս օրը պապայիս մահացած օրնա, այդ ամենադժվարը ήταν, որ չենք կարող գնանք գերեզմանները։ Երեխեքը որ կան, իրանց համար պիտի ապրես, որ իրանք էլ կայուն դառնան, իսկ կյանքում հասկանան էլի բատը, լավը։ Այս պահին ինձ շատ օգնում է, որ ես աշխատում եմ, եւ աշխատում եմ Արցախի միջավայրում, ու դա շատ մեծ տալչոկ է տալիս էլի ինձ։